Ինչով եք զբաղվում, պարոն Ղուկասյան։ Ինչով ծուկ կպրնենք։ Կապլես ակրատ կենենք։ Մեջը պիրյա։ Հումոր անելու տրամադրություն ունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Շուրջ 3.5 ամիս կալանավորված Ղուկասյանը սակայն առողջություն չունի։ Նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով սրտամկանի սուր ինֆարկտի վտանգ կա։ Սրտաբանը ուսումնասիրելով գործող արկա բժշկական փաստաթղթերը եւ հատկապես 2026 թվականի հունվարի 19-ի շտաբ բժշկական իրավիճակը եզրահանգել է, որ Վարդան Ղուկասյանի մոտ արկա է սուր սրտամկանի ինֆարկտի առաջացման բարձր ռիսկ, ծանր բարդություններով եւ մահվան հավանականությամբ։ Գյումրիի քաղաքապետի պաշտպանները միջնորդում են կրկնակի բժշկական փորձաքննություն նշանակել, գնահատելու Ղուկասյանի առողջական վիճակը, նաեւ հասկանալու թե Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնությունը բավարար է, որ նա մնա կալանավորված։ Սույն միջնորդությամբ պահանջում են նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն։ Պահանջում եմ, որ բժշկական հանձնաժողովը ստեղծվի հավասարության սկզբունքով, ներգրավելով Վարդան Ղուկասյանի առաջադրված բժիշկ մասնագետներին, բժիշկ ուրտահան Վահան Հակոբյանյանին եւ բժիշկ էնդոկրինոլոգ Լիլիթ Դիլանյանին։ Մի անգամ անցած ամսվա կեսերին է Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակի փորձաքննության եզրակացություն հրապարակվել, ըստ որի Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ չունի, բայց բուժումների կարիք կա։ Փոստանջյանը համաձայն չէ այս գնահատականի հետ, երկրորդ փորձաքննությունն է պահանջում, մեղադրողը սակայն դեմ է։ Այնպես չի, որ ինչ-որ մի հատ հիվանդություն առանձին ավերծվել։ Բոլոր հիվանդությունները դիտարկվել են եւ արդյունքում ներկայացվել է համապատասխան եզրակացության հետեւություններ մասը։ Դատարանը հետաձգում է նիստը մինչև փետրվարի 12-ը, մասնագետների գնահատականին կսպասի եւ դրա հիման վրա կվճռի, կա բժշկական կրկնակի փորձաքննության կարիք, թե ոչ։ Ղուկասյանի առողջական Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան, Հերիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։